We are coming to you from a series entitled The Paths of Power. Հիմա անցնում ենք ճանապարհ դեպի զորության ճանապարհը։ This lesson is entitled Believers are for signs and wonders. Հավատացյալները նշանների եւ հրաշքների համար են։ It comes from Isaiah chapter 8 and verse 18. Եսայա 8:18 Եսայա 8:18 Ահա ես ու այն զավակները, որոնց Տերն ինձ տվեց, որպեսզի Սիոն լեռան վրա բնակվող զորած Տիրոջ կողմից Իսրայելում նշաններ ու նախանշաններ լինենք։ Isaiah tells the people of God Եսայան խոսում էր Աստծո ժողովրդի հետ, that our lives are signs որ նրանց կյանքերը պետք է լինեին նշաններ, that draw you to God. որ մոտեցնեին նրանց դեպի Աստված։ Signs that reveal God. Նշաններ, որոնք կհայտնեին Աստծուն։ They serve as a flag in which the nation could run and find God. Ու նրանք պետք է այդ որպես դրոշակներ լինեին, որ ազգը գնար ու գտներ դա։ In those days the armies would have a flag. Բանակը ունենում է դրոշ։ And as they go to battle, the soldiers could run to that flag. They knew where the battle was. Այդ դրոշակ ու հասկանան որ պատերազմ էր դա։ So in the same way, Նույն ձևով Isaiah գործում and է his children, Եսայայի այդ զավակների դեպքում։ they are for signs and wonders. Այդ զավակները նշանների ու հրաշքների համար էին։ I'd also like you to look at Jeremiah chapter Նաև նայեն 18. Երեմիա 18-րդ գլխին, Let's read verses 1 through 6. Երեմիա 18:1-6 Այն խոսքը, որ Տիրոջ կողմից Երեմիային եկավ ասելով. Վեր կաց, իջիր բրուտի տունը եւ այնտեղ քեզ լսել կտամ իմ խոսքերը։ Եվ ես իջա բրուտի տունը եւ ահա նա գործ էր անում անիվների վրա։ Այն ամանը, որ կավից շինում էր, բրուտի ձեռքում փչացավ։ Ուստի ինքն էլ դրանից մի ուրիշ աման շինեց, ինչպես որ բրուտին հաճելի թված անել։ Եվ Տիրոջ խոսքն եկավ ինձ ասելով. Միթե այս բրուտի պես չեմ կարող անել ձեզ, ով Իսրայելի տուն ասում է Տերը։ Ահա ինչպես կավն է բրուտի ձեռքին, այնպես էլ դուք եք իմ ձեռքում, ով Իսրայելի տուն։ We've been preaching to you that you are a vessel of the Մենք Lord. հարոզել ենք ձեզ, որ դուք հանդիսանում եք Տիրոջ անոթները, This passage shows us ու այս падգամը ցույց է տալիս մեզ, God is involved in forming us. որ Աստված մեզ ձևավորում է, ձևակերպում է։ We are that vessel on the Մենք potter's այդ wheel. անոթներն ենք բրուտի ձեռքին, He has laid his hands upon us. ու նա իր ձեռքերը դնում է մեզ վրա։ He is forming us. Նա է ձևավորում մեզ, He's կերտում creating the մեզ։ kind of vessel that he Ստեղծում է desires. մեզ այնպիսի անոթներ, որի մասին նա երազում ու փափագում է։ One vessel for one work and one vessel for another. Մի անոթը մի գործի համար էր, մյուս անոթը մեկ այլ գործի համար։ We have preached to you that God demands a human vessel. Մենք հարոզել ենք ձեզ, որ Աստված պահանջում է, ուզում է տեսնել այդ մարդկային անոթները։ That he will not do his will without that human Որ vessel. նա առանց այդ անոթների իր կամքը չի կատարի։ Throughout the scriptures we find this to be Ամբողջ այս true. խոսքի ընթացքում մենք այս շշմարտությունն ենք գտնում։ That whatever God does, he has done through that human Որ vessel. ինչ որ Աստված անում է, նա անում է այդ մարդկային անոթների միջոցով։ To produce a nation, he called Abraham. Որ նա ստեղծեց այդ ազգը, բերեց այդ ազգը ու Աբրահամին տվեց։ To preserve that nation, he called Joseph. Ու Հովսեփի այդ ազգը ստեղծեց։ To deliver the nation, he calls Moses. Ազատ արձակեց այդ ազգին, որը Մովսեսին էր To տվել։ instruct that nation, he called Ու prophets. նրանց հրահանգներ տվեց, որտեղից մարգարեներ դուրս եկան։ From the very beginning, God's will Ամենասկզբից Աստծո կամքը has been to work through that human vessel. եղել է հենց սա, որ ինքը գործի, ծառայի այդ մարդկային անոթների միջոցով։ He accomplishes his purpose Նա through us. մեր միջոցով է իրականացնում իր նպատակը։ We are that vessel on the potter's Մենք wheel. հենց այդ անոթներն ենք, բրուտի անոթներն ենք։ He places his hands upon us. Նա իր ձեռքը դրել է մեզ վրա He begins that process of forming us. ու այդ ձևավորման մեզ կերտելու process-ն է սկսել He showed up at Abraham's house. ու այդպես նա երևաց Աբրահամի տանը։ Come to a land that I will give you. Արի այն երկիրը, որը ես քեզ կտամ։ For 25 years, he walked with them. 25 տարի նա քայլեց Աստծո հետ։ Every part of his life is tested. Ու իր կյանքի ամեն մի մասում նա այդ փորձության մեջ էր գնում։ Every thought, every attitude. Ամեն միտք, ամեն վերաբերմունք։ He made some terrible mistakes along the way. Նաև այդ ճանապարհին սարսափելի սխալներ թույլ տվեց։ God just kept him on that wheel.
Աստված նրան այդ ճանապարհի վրա էր պահում։ put his hands upon him. Այդ անիվի մեջ էր պահում ու իր ձեռքերը նրա վրա էր դնում։ And we know that in that Ու մենք last test, գիտենք, որ այդ վերջին առաջադրանքը, he took his son Isaac to that mountain, վերջին առաջադրանքը հենց դա էր, որ ինքը իր որդուն Իսահակին տարավ լեռան վրա։ that son that he loved, Այն որդուն, ում ինքը սիրում էր, that son of promise. խոսմունքի որդուն։ And he was to offer him on that mountain. Ու ինքը պետք է այդ լեռան վրա զոհաբերեր իր որդուն։ After it is all over, God says to him, Ու այդ ամենի վերջում Աստված նրան ասաց. let's read Genesis 22, Կարդանք Ծննդոց 16 through 22 18. 16-ից 18։ Ծննդոց 22 16-18։ Եվ ասաց. Ինձանով եմ երդվում, ասում է Տերը, քանի որ դու այդ բանն արեցիր եւ քո որդուն մեկ հատիկ որդուն չխնայեցիր, քեզ օրնելով կորնեմ եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզրում եղած ավազի պես բազմացնելով կբազմացնեմ եւ քո սերունդը կժառանգի իր թշնամիների դուռը եւ երկրի բոլոր ազգերը քո զարմով կորնվեն, որովհետեւ իմ ձայնին հնազանդվեցիր։ Abraham had come a man who feared God. Աբրահամը դարձավ մի մարդ, ով վախենում, երկյուղում էր Աստծուց։ A man that obeyed God even though it would have devastated him. Մարդ, ով որ հնազանդում էր Աստծուն, չնայած որ իր ջանքերից մեծ բան Put to the ultimate test. Ու այդ վերջնական առաջադրանքը նա արեց։ But God says, because you've obeyed me, Ու Աստված ասաց, քանի որ դու ինձ հնազանդվեցիր, I'm going to fulfill the promise. ես այդ խոստումը կիրականացնեմ։ Because you've obeyed me, Որովհետև դու ինձ հնազանդվեցիր, all the nations of the earth are going to be ու blessed. երկրի ամբողջ ազգերը կորնվեն դրա շնորհիվ։ God had forged that vessel. Աստված այդ անոթներն էր ուզում։ He found a man that he Նա could use. գտավ մի մարդ, որին կտար այդ ամենը։ Joseph was called to preserve that nation. Հովսեփը կանչված էր այդ ազգին օգնելու համար։ Joseph was born into that family, Ծնվել էր մի ընտանիքում, favorite son of his father. հոր սիրելի որդին էր, He was spoiled, ու բայց նրան երեխայները նախանձում էին, given a coat of many colors. իրեն հայրը տալիս էր այդ գունավոր այդ պատմուճանը, In their jealousy, his brothers sold him. բայց նախանձ կար եղբայրների մեջ, երբ որ տեսան նրան։ He was betrayed by a woman, ended up in prison. Հետո մի կին նրան այսպես ասած դավաճանության մատնեց ու ինքը ընկավ բանտ։ The Bible says in Psalm 105, Աստվածաշունչն ասում է Սաղմոս 105-ում 105, 17 and 18. 105-ի 17-18 խոսքերը։ Նրանց արջևից մարդ ուղարկեց Հովսեփին, որ ծառայության ծախվեց։ Նրա ոտքերը կապանքներով ցավեցրին, նա երկաթի մեջ դրվեց։ Here you have God sent a man. Այստեղ տեսնում ենք, որ Աստված ուղարկեց մի մարդու։ God has laid his hands on Joseph. Աստված Հովսեփի վրա դրեց իր God ձեռքը։ is forming the man Աստված ձևավորեց այդ that մարդուն, he could use to save the որ world. կարողանա օգտագործել նրան, որ այդ աշխարհը He փրկի։ not only saved Israel, but Ու ոչ միայն Իսրայելը փրկեց, he saved the world through his wisdom. այլ իր իմաստության շնորհիվ աշխարհը փրկեց։ The Bible says there that he was laid in iron. Աստվածաշունչն ասում է, որ այդտեղ կային այդ նշանները։ And in some commentaries it is that iron came into his soul. Ու այդ ամեն այդ նշանները նրա հոգու համար էին։ The Lord put him on that potter's Ու wheel Աստված նրան դրել էր այդ ամենի մեջ, այդ անոթի մեջ, and he made him into a vessel that ու he նրան could դարձրել use, էր այն անոթը, որը հետո ինքը a կօգտագործեր։ vessel of honor, Պատվի անոթ էր a դարձրել։ vessel filled with wisdom and Անոթ, որը understanding, լցված էր հասկացողությամբ ու իմաստությամբ, and he never gave up on God. ու երբեք չհանձնվեց, չհրաժարվեց He Աստծուց։ too was obedient at every step of his life. Ու իր կյանքի ամեն մի կետում նա հնազանդվում էր Աստծուն։ He was formed in that prison. Նա ձևավորվեց հենց այդ բանտում։ One day there, in that prison Մի cell. օր այդտեղ էր այդ բանտում, The next day, riding a chariot, declared to be the second in line. ու երկրորդ հաջորդ օրը ինքը ամբողջ երկրում երկրորդ մարդն էր համարվում։ God had found a vessel. Աստված գտավ այդ անոթին։ We know Moses' story. Մենք գիտենք Մովսեսի պատմությունը։ As he had a very privileged upbringing, Նա ուներ մեծ արտոնություն Մովսեսը։ brought up in the Pharaoh's house, Մեծացել էր Փարավոնի տանը։ educated in the Egyptian university. Կրթվել էր եգիպտական համալսարանում։ He's got it all going for him. Ու ամեն ինչ ուներ։ He knows Ու գիտեր, that he must identify with his true family. որ ինքը պետք է գնար այդ ճշմարիտ իրական ընտանիքի մոտ։ Sees himself as their savior.
տեսավ իրեն, ճանաչեց իրեն որպես այդ ամենի փրկիչ։ And in doing so, he failed God. He failed. Ու վերջում ձախողեց Աստծուն։ Killed an Egyptian. Սպանեց Եգիպտացուն։ Ran from Egypt. Փախավ Եգիպտոսից։ 40 years later, God finds him. 40 տարի անց Աստված գտավ նրան։ And at that point, Ու այդ կետին, he's just a shepherd. այդ ժամանակ այդ կետում նա հովիվ էր ընդամենը։ I can't talk. Չեմ կարող խոսել, You've ասում got էր the նա։ wrong man. Շատ սխալ մարդու ես տեր ընտրում։ No, don't use somebody else. Ավելավա ուրիշին ընտրիր։ God's hand was upon him. Բայց Աստծո ձեռքը նրա վրա էր։ As a young man, Որպես երիտասարդ he thought he could do it himself. մտածում որ ինքը իրենով կարող էր դա անել։ He thought by his own intelligence Մտածում էր and որ իր own սեփական strength, ուժով ու սեփական մտքով I can deliver them. ես կարող եմ ազատ արձակել։ God found him 40 years later. Բայց Աստված նրան գտավ 40 տարի անց։ All of that boldness and all Ու այդ that ամբողջ քաջությունը, self-confidence is այդ gone. ինքնավստահությունն արդեն չկար, հեռացել էր իրենից։ Now he knows he cannot. Ու հիմա ինքը գիտեր որ ինքը չէր կարող։ And God says, you're ready. Ու Աստված այդ ժամանակ ասեց, այ հիմա դու պատրաստ ես։ You're ready. Now you know. Հիմա դու պատրաստ ես ու հիմա դու գիտես։ God's hand has been on him all this time, Ու այդ ամբողջ ժամանակ Աստծո ձեռքը նրա վրա է եղել։ preparing a vessel through which he could pour Պատրաստել էր himself. անոթ նրան, որի միջոցով նա կարող էր իրեն թափել։ God would մարդկանց վրա։ use that Ու vessel Աստված այդ անոթը կօգտագործեր, because Moses knew he could not do it himself. որովհետև Մովսեսը հասկացավ, գիտակցեց, որ ինքն իրենով ոչինչ չէր կարող He անել։ had to rely upon Ու God. դրա համար ինքը պետք է իր հույսը դներ Աստծո I վրա։ hope that you've come to that Ես place, հույս ունեմ, որ դուք էլ կգաք այդ կետի մեջ, that you understand as God lays his hands որ upon you. Աստծո ձեռքը ձեզ վրա է։ It is to form you into that vessel that he can Ու use. ինքը դրա իր ձեռքը ձեր վրա է, որովհետև ինքը պետք է ձևավորի ձեզ ու դարձնի այդ անոթը։ He will do it through you. Ու նա ձեր միջոցով կգործի։ He will do it through you Ձեր միջոցով if you կգործի։ will allow him to. Եթե թույլ տաք Here նրան։ I am, Lord. Ու ասեք, ահա ես տեր։ I can't do it in my own strength, Ես իմ սեփական ուժով սա անել չեմ կարող, but you can do it through բայց me. դու իմ միջոցով կարող ես անել։ Allow him to do that. Թույլ տվեք, որ նա դա անի։ We know that every prophet called of God Մենք գիտենք, որ յուրաքանչյուր մարգարե Աստծուց կանչված է։ has to pass through this process of Պետք է being formed անցնի into that այս vessel. ձևավորման process-ը, որ դառնա այդ անոթը։ They have to face those times of Ու death պետք է and resurrection, այդ մահի ու հարության միջով անցնի։ those times in which they die to themselves, Ու պետք է իր անձի համար մահանա, that they might become the message of God. որ դառնան Աստծո падգամը։ Ezekiel was a great prophet. Եզեկիելը մեծ մարգարե էր։ He saw visions and dreams, Նա տեսավ երազներ, տեսիլքներ, saw everything that God wanted. այն ամեն ինչ որ Աստված ուզում էր, He saw the future. տեսավ ապագան։ Israel in a valley of dry bones. Եզեկիելը նաև այդ 4 ոսկորների ժամանակ էր։ No hope of Չկար ոչ մի հույս, life or կյանքի, restoration. վերականգնման կյանքի ոչ մի հույս չկար այդ 4 And ոսկորների yet մեջ։ God used him Բայց Աստված օգտագործեց to give նրան, a word of hope and encouragement. որ ինքը դառնար այդ հույսի ու քաջալերանքի խոսքը։ Those bones will live. Ու այդ ոսկորները կապրեն, They will come together. միասին մեկտեղ They կհավաքվեն will be filled with life. ու կլցվեն կյանքով։ Israel is not finished. Իսրայելի հետ դեռ ամեն ինչ ավարտված չէր։ God has a greater plan. Աստված մեծ պլան ծրագիր ուներ։ And he gave that message to Ու այդ Ezekiel. падգամը Եզեկիելին տվեց։ But he had to become the message. Ու նա պետք է դառնար այդ падգամը։ He had that experience Ուներ այդ փորձառությունը, where his wife suddenly died. որտեղ հանկարծ իր կինը մահացավ։ And God spoke to him. Ու Աստված նրա հետ խոսեց։ In those days, he would have put on sackcloth and ashes. Նա պետք է այդ ողբի այդ ցուքի մոխիրը հագներ։ He would have sat outside of his house. Ու պետք է իր and տնից mourned. դուրս գար ու ողբար։ Everyone would have Ցուքի մեջ պետք է seen լիներ։ Բոլորը պետք է տեսնեն Եզեկիելին։ this outpouring of his grief for the death of his Իր wife. այդ վիշտը կնոջ մահի պատճառով։ He loved her. Նա սիրում էր իր կնոջը։ There was no reason not to grieve. Պատճառ չկար չվշտանալու But Եզեկիելի God մոտ։ said to him, Բայց Աստված նրան ասաց. you are not to grieve. Դու չպետք է սուքը ապրես։ Don't dress in those clothes of mourning. Այդ ողբի սուքի հագուստները մի հագիր։ Don't put ashes on your Ու on your մոխիր head քո or your գլխի վրա մի face. լցրու, երեսիդ մոխիր մի լցրու։ God said to him, my wife has died and nobody cares. Աստված ասաց իմ կինը մահացավ ու ոչ ոքի հոգը չէր։ And you're going to feel the same thing. Ու դու էլ նույն բանը պետք է զգաս։
In order to see those visions, որպեսզի այս տեսիլքը տեսնենք, in order to give those messages, ու այդ падգամը տեսնենք, in order to prophesy of the որպեսզի մարգարեանան new covenant, այդ նոր ուխտը, because he will որովհետև նա կաներ promise to us a ու new heart and a new խոստացել spirit էր Աստված մեզ նոր հոգի, նոր to be սիրտ, put in within us. որ մեր մեջ կդրվեր, In order to do those things, ու այս բաները անելու համար էր դա, he has to feel what God ու feels. դրա համար պետք է զգար այն ինչ որ Աստված էր զգում, He has to understand պետք է the world հասկանար from God's perspective. Աստծո տեսանկյունը ինչպիսին էր, Hosea had a similar experience Օվսեն նույն փորձառությունն ունեցավ, as he's told to go down and find a wife from the երբ ինքը the պետք house է of գնար ու prostitution. այդ անբարոյականների տնից կին ընտրեր, He marries her, ամուսացավ նրա they հետ, have children, ուներ երեխաներ, everything seems fine ամեն ինչ լավ էր թվում, till she goes back միջև կվերադառնար, to the house of prostitution. պետք է վերադառնար այդ անբարոյականների տուն այդ կինը, I'm sure you can imagine what the condition of Hosea's world was at that moment. ու պետք է հասկանանք թե ինչ իրավիճակում էր ապրում Օվսեն այդ ժամանակ իր տանը, Everyone knows he's a prophet. բոլորը գիտեն որ Օվսեն մարգարե He's a է, man of God. Աստծո մարդ, His wife is down at the house of կինն էլ prostitution. ապրում էր այդ անբարոյականների տանը, Surely there's a divorce. Surely there's a բնականաբար պետք է բաժանվեն, No, բաժանություն abandon her. լիներ ու թողներ նրան, she's undeserving. որովհետև ինքը անարժան էր, God says, go back. բայց Աստված ասաց վերադարձիր, Rescue her from that house. փրկիր քո կնոջ այդ Bring տնից, her back home. նորից նրան հետ բեր, My wife is adulterous too. իմ կին այդ շնությունն էր գործել, նրա կին այդ շնությունն էր գործել, Israel, the adulterous wife of Իսրայելը God. նույնպես որպես Աստծո համար այդ նույն էակը ինքը նորից այդ շնություն էր գործել Աստծո նկատմամբ, դավաճանել էր նրան, Hosea has a message, Օվսեն ուներ հատուկ падգամ, but he also is the message. ու նաև hենց այդ падգամն էր As they հանդիսանում, can look at Hosea որ մարդիկ կարող են նայեն Օվսեին and see the love of ու God. տեսնեին Աստծո սերը, They see the love of God in that home. տեսնեին այդ տան մեջ Աստծո սերը, God loves the adulterous wife. Աստված սիրեց այդ շնություն գործող He կնոջը, loves those who have fallen away. սիրեց նրանց ովքեր ընկան, And God's going to bring her back. ու Աստված հետ վերադարձրեց He's նրան, going to love her again. նորից սիրեց He's նրան going to restore ու Israel. վերականգնեց Իսրայելը, She's not worthy of being loved, այդ կին արժանի չէր սիրվելու, but He will love her. բայց նա սիրեց նրան, Amen. ամեն, We recognize that Hosea was that son. մենք հասկանում ենք որ Օվսեն հենց այդ որդին էր, This is what God is like. ահա ինչպիսին էր Աստված, This is what God is. ահա ինչպիսին էր This Աստված, is the love of God. ահա ինչպիսին էր Աստծո It սերը, goes beyond our որ understanding. մեր հասկացողությունից վեր է, All of these men were signs and wonders for Israel. ու այս բոլոր մարդիկ հրաշքներ ու նշաններ դարձան They Իսրայելի were an համար, evidence of God, այդ փաստերն էին Աստծո կողմից, evidence of His love, փաստեր որ Աստծո սերը կա, evidence of His protection, His concern. փաստեր որ այդ պաշտպանությունը կար, Աստծո մտահոգությունը կար իր ժողովրդի համար, They pointed, their lives pointed to the Almighty. ու իրենց այդ կյանքը ամենակարողի ձեռքերում They էր, revealed God to ու their իրենց generation. միջոցով այդ ծերնդի մեջ Աստծուն հայտնեցին, These men were not just those who talked about God, ու ուղղակի մարդիկ չեն ովքեր խոսում էին Աստծո but they մասին, demonstrated who այդ God was. ցույց էին տալիս թե ով է They Աստված, revealed who God հայտնում էին was. թե ով է Աստված, ցույց էին տալիս Աստծուն, They revealed the presence and the power of Almighty ու God. ամենակարողի ներկայության զորությունն էին ցույց The տալիս, same is true for us. նույն ճշմարտությունը գործում է մեզ համար, In the New Testament time, God has laid His hands on նոր various festivals. կտակարանի ժամանակներում Աստված իր ձեռքը դնում էր մեզ վրա, I love that old fisherman Peter. ինձ դուր է գալիս այդ պահը, երբ որ Պետրոսը Jesus calls him. որպես այդ ձկնորսին նա Պետրոսին Come, կանչեց, let me ասաց make արի, you a fisher of թող men. ես քեզ մարդկանց որսորդներ դարձնեմ, And Peter is that go-to guy. ու Պետրոսը գնաց, First to speak, առաջինը խոսեց, first to go. առաջինը He's գնաց, going to lead. նա կառաջնորդ էր, And he's going to fall flat on his face time and time again. ու ժամանակ առ ժամանակ ինքը gնում էր, 1 minute he's saying, you are the Christ, the Son of the living God. մի ժամանակ նա ասում էր, որ դու Աստված որդին ես կենթանի Աստծո, Jesus says, you're blessed, Peter. ու Հիսուսն ասաց Պետրոս դու օրհնված ես, Peter, yeah. Պետրոսը, The next thing Jesus does say, I've got to go to the cross. I've got to ու die. հաջորդ անգամ երբ Հիսուսն ասում էր, ես պետք է գնամ խաչի վրա ու մահանամ, Peter's still in his, yes. Պետրոսը այդ նույն իրավիճակի մեջ էր, Don't talk about that, Jesus. արի դրա մասին չխոսանք Հիսուս, Those things shouldn't take place. այս տեսակ բաները չպետք է լինեն, Get behind me, Satan.
Բայց Հիսուսն ասաց յետինս գնա You սատանա։ don't mind the things of Դու God. չես ասո մտքերը չես ասում։ Oh, isn't that our lives? Մեր կյանքերը չեն I mean, այդպես։ I identify with Peter so well Շատ նմանվում ենք Պետրոսին երբեմն։ because he's trying with all that is in him. Պետրոսը փորձում էր իր ներսում եղած ամենով այդ And ամենը sometimes he gets it right. Երբեմն ճիշտ բաներ էր And անում, sometimes he's just a complete failure. երբեմն ուղակի լրիվ ձախողակի պես էր։ God's got his hands on him. Բայց Աստծո ձեռքը կար նրա վրա։ He's forming him. Ձևավորում էր We Պետրոսին։ see in the book of Acts, Peter Ու comes. տեսնում ենք Գործ Կարաքելոս գրքում, որ Պետրոսը գալիս է։ He becomes that sign and that wonder. Ու in his- դառնում է այդ նշանը ու հրաշքը։ He preaches Jesus. Սկսում է everywhere. քարոզել ամենուր Քրիստոսին։ The Holy Spirit flows. Սուրբ Հոգին սկսում է գործել, Miracles հոսել։ take place. Հրաշքներ են տեղի ունենում։ Everyone knows Ու բոլորը գիտեին, God is real. որ Աստված այդ Իսրայելում է, Jesus is alive. որ Հիսուսը կենթանի է, God is powerful. որ Աստված A զորավոր է, miracle working ու God. հրաշքներ գործող Աստված է, Even to raise the dead. ու անգամ մեռելներից հարություն առ։ Amen. Ամեն։ The hands of the Lord are upon him. Աստծո ձեռքերը նրա վրա էին, He's formed him into a vessel. ու նրան ձևավորեց որպես անոթ։ Paul was a great Jew. Պողոսը մեծ հրյա էր։ He was a Pharisee of Pharisees. Նա փարիսեցիների փարիսեցին էր, A very learned man. ու սովորող կրթված մարդ էր։ Learned at the feet of the masters in Judaism. Հուդայիզմ էր սովորել իր վարպետներից։ It's very likely he had memorized the first 5 books. Ու ինքը անգիր գիտեր առաջին 5 գրքերը։ And that's not unusual for that day. Ու անսովոր բան չէր այդ To be օրերում, a true scholar, որպեսզի ճշմարիտ այդ աշակերտը լինես։ a massive intellect. Պետք է շատ հսկայական գիտելիք, ինտելեկտ ունենաս։ And he heard the preaching of Jesus Ու ինքը լսել էր Հիսուսի քարոզները։ about Jesus. Հիսուսի մասին լսել էր։ And he says, that's heresy. Ու ասաց, որ դա կեղծիք է։ We've got to stop that. Մենք պետք է կանգնեցնենք դա։ And so he goes to the high priest. Ու գնաց քահանայապետի մոտ, Says, send me to ու Damascus ասաց, ինձ ուղարկիր so that I Դամասկոս, can arrest these որ Christians. ես կարողանամ այս քրիստոնյաներին I ձերբակալել, can stop this heresy. որ այս կեղծիքը, այս սուտը կանգնեցնեմ։ And on the way to Ու Damascus, Դամասկոսի ճանապարհին God lays his hands on it. Աստված իր ձեռքերը դրեց Պողոսի վրա։ This is my vessel. Սա իմ անոթն է։ You're going to speak for me. Դու իմ համար կխոսես։ I'm going to send you to kings, Ու ես կուղարկեմ քեզ թագավորների մոտ, leaders. առաջնորդների, You're my vessel. որտեվ դու իմ անոթն ես։ And he did become that. Ու նա դարձավ հենց այդ ամենի շնորհիվ։ 1 Դա դարձավ։ Corinthians chapter 2 and verse Առաջին 4. Կորինթացիներ 2-րդ գլխի 4-րդ խոսքը, Verses 4 and 5. Առաջին Կորինթացիներ 2-րդ գլուխ 4-5 խոսքերը։ Եվ իմ խոսքն ու քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, այլ հոգու եւ զորության ցուցադրումով, որովհետեւ ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությամբ։ Paul was a sign and wonder. Պողոսը դարձավ այդ նշանն ու հրաշքը։ He wasn't concerned about drawing attention to himself. Նա ինքը գնաց հենց այդ տեղում, տարավ դեպի իրեն Wasn't going այդտեղ։ to try to persuade people with his words. Փորձում էր ինքը գտներ, հետապնդեր He մարդկանց։ preached Jesus and him crucified. Ու հետո նա սկսեց խաչար Քրիստոսին քարոզել։ And then God confirmed that word with signs and wonders. Ու Աստված այդ խոսքով հրաշքներ ու նշաններ բերեց։ God did this so that man's faith would not be in the wisdom of men, Ու նա այս ամենը արեց, որ այդ ամեն ինչը հավատքը մարդկային իմաստությամբ չլինի, but they could put their faith in the power այլ of իրենց God. հավատքը Աստծո զորության մեջ դնեն։ He became that instrument of God. Նա դարձավ Աստծո այդ գործիքը։ He became that vessel that God could use. Նա դարձավ այն անոթը, որ Աստված կարող էր He would օգտագործել։ call himself just a regular clay pot. Նա ինքն իրեն սովորական այդ կավե amանը We just դարձրեց։ Համարում էր clay pots. այդպես, ուղղակի որ կավե aման է, But կավե անոթ։ we have a treasure inside of us. Ու մենք մեր մեջ այդ գանձ ունենք։ A treasure inside of us. Ես գանձ ունեմ իմ So մեջ, that people could see that it's որպեսզի God մարդիկ կարողանան տեսնել, որ դա հենց Աստված է, and it's not us. ոչ թե մենք։ Amen. Ամեն։ This is what God does Ահա թե ինչ է Աստված անում։ as he places his hands Երբ նա իր upon ձեռքերը us. դնում է մեզ վրա։ And I want you to understand that our prayer is that God will continue to have his hands upon you. Ես ուզում հասկանանք, որ մեր աղոթքը պետք է լինի այն, որ Աստված իր ձեռքը շարունակի դնել այդ անոթների I վրա։ believe you got on the potter's wheel here. Ու մենք պետք է դառնանք այդ անոթները։
I believe God has placed his hands upon you. Հավատում որ Աստված իր ձեռքը դնում է մեզ վրա։ He's got something for you to Ու do. ինչ որ մի բան ունի Աստված անելու։ Some place that you can serve. Ինչ որ տեղեր պետք է գնաք, որտեղ կարող եք ծառայել։ He's going to form you, Նա կձևավորի ձեզ, fill you, կլցնի ձեզ, and then pour you out. ու հետո ձեզ կթափի That Holy մարդկանց վրա։ Spirit will flow. Ու այդ Սուրբ Հոգին կհոսի ձեր միջոցով։ In order for that to happen, Որպեսզի այս ամենը տեղի ունենա, we're looking for three characteristics of that vessel. երեք առանձնահատկությունների պետք է նայենք այդ անոթի։ First of all, that vessel must maintain a life in the Holy Spirit. Նախ այդ անոթը պետք է Սուրբ Հոգու կյանքը իր մեջ պահի, Okay? You begin in the Holy Spirit, you got to continue. պետք է այդ Սուրբ Հոգով շարունակենք։ When prayer ceases, then life ceases. Եթե անդադար շարունակվեն աղոթները, կյանքն էլ անդադար շարունակվում է։ Prayer is to your ministry what breathing is to the human body. Sorry. Prayer is to your ministry Աղոթքը պետք է լինի ձեր ծառայությունը, what breathing is to the human body. ու այդ շունչ պետք է տա մարդկային էությանը։ When prayer stops, Երբ դադարում է աղոթքը, ministry stops. ծառայությունն է դադարում։ You stop breathing, Եթե դադարում ես շնչել, you're dead. ուրեմն մեռած ես։ You stop praying, Դադարում ես աղոթել, you're dead. մեռած ես։ Spiritually, you cannot survive. Հոգեորապես չես կարող աղոթել։ Այսինքն աղոթքը նույն շունչն է Oh, մարդու։ you can be a wonderful religious vessel. Կարող է լինել հիանալի անոթ, կրոնական անոթ, You can have on that shirt and on the cross all the things that are needed, կարող եք ունենալ այն ամենը ինչի կարիքը որ կա, but you won't be the vessel of the Lord. բայց չլինեք Տիրոջ անոթ։ You will not have this life. Այսինքն դուք չպետք է այս կյանքը This ունենաք։ life must Այս maintain կյանքը պետք է պահի a presence of the Holy Սուրբ Spirit. Հոգու ներկայությունը։ It must walk in Ու holiness. պետք է քայլեք սրբության մեջ։ We must see that we have a treasure, Պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր մեջ այդ գանձը։ a treasure in this earthen vessel. Այդ գանձը, որը երկնային այդ անոթների մեջ And է։ in order to maintain that treasure, I must walk as Jesus Ու walked. Հիսուսի հետ քայլելով մենք միայն կարող ենք այդ գանձը պահել։ Paul wrote to the Ephesians in Ephesians Պողոսը 4. գրում էր Եփեսացիներին Ephesians 4 Ephesians 4. We'll look at 4 verse Եփեսացիների 1. 4 Verse 1 is fine. Yeah. 4:1 4:1. Yeah. Եփեսացիների 4-ի 1 Պողոսը ասո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը Եփեսոսում եղող սրբերին եւ Քրիստոս Հիսուսին հավատացողներին Lead a life worthy of your calling, he says. ոնց որ կիսատ լինեն համար երևի թե ասում եմ երկրորդն էլ անգլերենում մի համարի մեջ էր Sorry could you repeat He says to lead a life worthy of your calling. Նա ասում է որ այդ կյանքը պետք է խաչին արժանի ձևով ապրենք Today, I'm just calling you to be a vessel of the Lord. Այսօր մենք կոչ ենք անում ձեզ լինելու Տիրոջ անոթը I'm calling you to be a sign and wonder, որպեսզի լինեք այդ նշաններն ու հրաշքները that people may see you and point որ and մարդիկ be կարողանան ձեզ pointed to տեսնել Christ. ու ձեզ Քրիստոսի նման տեսնել Walk որպես worthy of that call. արժանի լինենք այդ Be կոչմանը that vessel that ու God լինենք wants you այդ to be. անոթը որ Աստված ուզում է որ մենք լինենք Allow Him to shape you on Թույլ that տանք potter's wheel. նրան որպեսզի այդ ձևավորի մեզ այդտեղ Let the Word of God Թույլ dwell in տանք you Աստծո richly. խոսքը մեր մեջ բնակվի Read this Word, study this Կարդանք Word, այս խոսքը ուսումնասիրենք այս խոսքը pray, seek God. աղոթենք փնտրենք Աստծուն Associate yourselves with the people who will believe as you believe. նմանվենք այն մարդկանց ովքեր հավատում են Քրիստոսին Give to God, տանք Աստծուն not only of your time and ոչ միայն resources. ժամանակն ու ձեր աղբյուրները Give your տանք tithe to այլ God. նաև ձեր թայթ Tithe. Yeah. տասանորդը տանք Be led of the Spirit of God. առաջնորդվենք Աստծո հոգով We've said this to you. այս խոսքերը ձեզ ենք You ասում read that word. կարդում ենք այս խոսքը You respond to it. պատասխանում ենք այս խոսքին The more you read and ու respond, ինչքան շատ ենք կարդում ու պատասխանում the Աստծո more God խոսքին can talk to you. այնքան շատ է Աստված մեզ հետ The more խոսում God can direct you. այնքան ավելի շատ է մեզ ուղղորդում You know, we've got to tune in to that voice of God. մենք պետք է այդ Աստծո ձայնին նմանվենք Two great ways of doing that. ու երկու տարբերակ է սա անել One is to live a life Make a- consistent in the Word of God. շարունակական կյանք ապրենք Աստծո խոսքի մեջ Be reading it. կարդանք խոսքը Studying it. սովորենք Allow that Word to come in. թույլ տանք որ այդ խոսքը մեր մեջ գա That helps me hear that voice.
Այստեղ այդ ձայնը օգնում է ինձ։ Praying in the Spirit is a Պետք է good. աղոթենք այդ ժամանակ հոգով։ Just to pray according to the will of God. Աղոթենք ըստ Աստծո կամքի։ Let the Holy Spirit fill us. Թույլ տանք որ Սուրբ Հոգին լցնի And մեզ։ as we are, we're tuning in to the voice of God. Ու գնանք դեպի Աստծո ձայնը։ We walk with Him. Պետք է քայլենք նրա We հետ։ listen to Him. Պետք է լսենք նրան։ He is leading us in Նա all մեզ steps of առաջնորդում է մեր ministry. բոլոր քայլերի մեջ։ Amen. Ամեն։ We're talking about the paths to power and Խոսում ենք այդ զորության ճանապարհի մասին, believers are for signs and wonders. որ հավատացյալները նշանների ու հրաշքների համար են, We are the vessel of the որ Lord. մենք Տիրոջ անոթ ենք, That vessel has three characteristics. ու անոթը ունի 3 բնավորության հատկանիշ։ The first, it maintains a life in the Holy Spirit. Առաջինը որ պետք է Սուրբ Հոգու կյանքը իր մեջ պահի, Life of prayer, աղոթքի կյանքը, seeking the Word of God, Աստծո խոսք փնտրելը, a life of holiness. սրբության կյանքը, The second characteristic երկրորդ բնավորության գիծը, is that we must be able to receive from որ մենք God. պետք է կարողանանք ընդունել Աստծոց։ And this means that we are, I think, actively seeking to hear from Him. Սա նշանակում է, որ ակտիվ կերպով պետք է փնտրենք, որ լսենք նրան։ We can walk through life and think that God's going to confront us on the street and say something to us. Մենք կարող ենք մտածենք, որ մեր կյանքը պետք է ապրենք ու հանկարծ փողոցի կենտրոնում Աստված մեզ պետք է հպվի, ինչ որ խոսքով հաստատի, Or we can go to the Word կամ մենք պետք է գնանք and խոսքին begin to search for what God ու is saying. սկսենք փնտրել այն, ինչ որ Աստված ուզում է ասել։ We can go to church and expect that God is going to say Գնում something. ենք եկեղեցու, սպասում ենք, որ Աստված պետք է մեզ մի բան ասի։ We become good at receiving from God. Դրա համար պետք է լավ լինենք Աստծոց ընդունելու մեջ, կարողանանք ընդունել Աստծո։ God wants to speak. Աստված ուզում է He խոսել, wants to give to us. ուզում է մեզ տալ, And so we must develop this ability to ու այս receive կարողությունը մեր from մեջ God. պետք է զարգացնենք, որ կարողանանք Աստծոց ստանալ։ Not only what He says, but Ոչ միայն այն, ինչ որ նա ասում է, in being filled with the Holy այլ Spirit նաև լցվենք Սուրբ Հոգով, to receive and to allow Him to flow through us. լցվենք ու թույլ տանք, որ ինքը մեր միջոցով հոսի։ This is the third characteristic Իսկ երկրորդ գիծը բնավորության, is that you have to be able to give. որ պետք է կարողանաս տալ։ When the Lord speaks to us, Երբ Տերը խոսում է մեզ հետ, He may be speaking to us, but it may also be a blessing to someone else. կարող է մեզ հետ խոսել ու միևնույն ժամանակ այդ ամենը օրհնություն լինի մյուսների համար։ He fills us with His Holy Նա մեզ Spirit. լցնում է իր Սուրբ Հոգով At the same time, His desire is to flow through us. ու միևնույն ժամանակ փափագում է մեր միջոցով հոսել։ So what we receive, we pass on. Այն ինչ որ մենք ինչով որ մենք լցում ենք, ընդունում ենք, պետք է դա փոխանցենք։ The blessing that God has given to Այն us, օրհնությունը, որ Աստված տալիս է մեզ, we share with others. մենք կիսում ենք մյուսների հետ։ In Numbers chapter 6, Թվոց 6-րդ գլխում in Numbers chapter 6, there's the blessing, the priestly blessing. կա քահանայի այդ օրհնությունը։ Verse 12, 12 I think it's verse 12, 6, 12, 6. Is there a priestly blessing now? 12 or 20? May the Lord, chapter 24, 6, right? maybe. May the Lord bless you and keep you. Okay, yeah, though. 24, 27. Okay. Թվոց 6:24-ից 27. Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քո վրա եւ խաղաղություն տա քեզ։ Եվ իմ անունը Իսրայելի որդիների վրա են դնելու եւ ես կօրհնեմ նրանց։ Amen. Are you familiar? You're familiar with that verse? Ծանոթ եք այս համարին, That blessing? այս օրհնությանը։ Well, notice verse 27, however. Նայենք այստեղ 27-րդ համարին։ Whenever Aaron and his sons blessed the people of Israel in my name, Ասում է, որ Իսրայելին իմ անունով կօրհնեմ։ I myself will bless them. Ես ինքս կօրհնեմ նրանց։ Amen. So Aaron must declare this blessing. Ահարոնը պետք է հրճակեր այս օրհնությունը։ It was declared every day in the tabernacle. Ամեն օր ինքը այդ խորանում հրճակում էր։ But only when he expressed this blessing Բայց երբ որ նա այս օրհնությունը արտահայտեց, փոխանցեց, did God then honor that blessing and այդ bless the people. ժամանակ Աստված պատվեց այդ օրհնությունը, օրհնեց մարդկանց։ So it gives us that principle. If you don't bless, Ու այս սկզբունքը կա, եթե մենք չենք օրհնում, may the Lord bless you and protect you. եթե չենք ասում որ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, That activates God to do that very երբ որ thing. այս խոսքերն ասում ենք, դա ակտիվացում է Աստծո մոտ ու նույնը նա է անում։ If we are silent, Եթե մենք լուռ ենք ու չենք օրհնում,
God doesn't respond to our silence. Աստված մեր լռությանը չի պատասխանում։ God responds when we are blessing other Աստված people. պատասխանում է այն ժամանակ, երբ որ մենք օրհնում ենք մյուս մարդկանց։ God has given to us. Աստված տրված է մեզ, տալիս է մեզ։ We are to give away. Աստված տալիս է մեզ, մենք էլ փոխանցում We ենք are to մյուսներին։ serve. Ծառայում ենք, We are to bless. օրհնում ենք։ And as we do, Ու երբ որ մենք դա անում ենք, God's blessing flows. Աստված ասորությունները հոսում են, His life flows. նրա կյանքը հոսում են, Healing flows. բժշկությունները հոսում են։ We have to see that God has given to us Ու in պետք է տեսնենք, որ order that Աստված we might մեզ give. պետք է տա ու այս ամենը մենք փոխանցենք։ Amen. Ամեն։